Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հրընկալել ենք Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանին։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ղազարյան, Նիկոլ Փաշինյանը Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ մենք 44-օրյա պատերազմի ընթացքում հայրենիքի մի հատված կորցրել ենք, բայց պետություն ենք ձեռք բերել, որն ավելի անկախ է ու ինքնիշխան։ Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը, ստացվում է, որ Արցախն էր խանգարում մեզ ավելի անկախ ու ինքնիշխան պետություն ունենալուն։ Դա տգիտության դրսևորում է եւ շատ խորհրդանշական է, որ այդ տգիտությունը նա երկնել է տգետների դպրոցի հերթական դասընթացի ժամանակ, որտեղ ինքը հանդես է գալիս որպես տգետների դասախոս։ Որովհետև պետությունը, որի անվանումն է Հայաստանի Հանրապետություն, ստեղծվել է 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության մասին հռչակագրով Հայաստանի եւ Արցախի վերամիավորման արդյունքում։ Նույն տրամաբանությամբ նա կարող է ասել, որ մենք պետություն ենք ձեռք բերում Սյունիքը հանձնելուց հետո, Տավուշը հանձնելուց եւ Երևանը հանձնելուց հետո։ Դրանք բոլորը տգիտության դրսևորումներ են, որովհետեւ Հայաստանի Հանրապետություն անվանումով պետությունը ստեղծվել է իմ կողմից վկայակոչված հռչակագրով, հիմք ընդունելով հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղ ինքնավար մարզի վերամիավորման որոշումը, ընդ որում այդ որոշումը կայացրել է արդեն վերամիավորումից հետո ձևավորված 12-րդ գումարման ՀԽՍՀ գերագույն խորհուրդը, որը այդ պահից կոչվել է առաջին գումարման գերագույն խորհուրդ։ Դա է մեր Արցախից ընտրված падգամավորներ են ունեցել մեծամասնական ընտրակարգով։ Դա է մեր պետությունը։ Եվ հիմա մեր պետության առանձին հատվածները թշնամուն հանձնելով եւ դա արդարացնելով, նա փորձում է խոսել պետություն ձեռք բերելու, մենք պետությունը հիմա չենք ձեռք բերել, մենք պետությունը ձեռք ենք բերել 90 թվականի օգոստոսի 23-ին եւ մինչեւ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը, մինչեւ իր իշխանության գալը մեր ժողովուրդը խաղաղ պատերազմով նվաճելով իր խաղաղությունը, խաղաղ ապրել է իր հայրենիքում, իր պետության մեջ, իր երկրում եւ դա եղել է իրական Հայաստանի Հանրապետություն։ Ուղղակի ժամանակակից իրականությունն է, որ մենք կորցրել ենք մեր պետության զգալի հատվածները եւ բնականաբար կորցրել ենք նաեւ մեր ինքնիշխանությունը։ Ինչով արտահայտվում մեր ինքնիշխանությունը հիմա, որ ասում ենք ավելի ինքնիշխան ենք։ Դրանով, որ մեր սահմանները խոցել են, որ թշնամու դեմ կրակոցներին մեր զինված ուժերը չեն կարող դիմակայություն ցույց տալ։ Դրանով է արտահայտվում։ Դրանով է արտահայտվում, որ մենք մեր Սյունիքի մարզի խոշոր քաղաքներից մեկից միջպետական ճանապարհով այլևս չեն կարողանում գնալ այդ մարզի մարզկենտրոն Կապան։ Դրանով է արտահայտվում։ Դրանով է արտահայտվում, որ այդ Կապան խոշորացված համայնքի ճակատեն բնակավարից այլևս մենք չենք կարող գնալ համայնքային կենտրոն Կապան։ Ինչով է արտահայտվում մեր ինքնիշխանությունը։ Հակառակը, մեր պետությունը հիմա կանգնած է գործաման եզրին եւ այդ աղետը բերել է ինքը անձամբ իր փոքր հանցավոր խմբի հետ միասին, որոնք խաբեությամբ, խարդախությամբ տիրացել են մեր ժողովրդի օրինական իշխանությանը եւ դա ծառայեցնում են թշնամական պետությունների շահերին։ Ես նաև մենք բուն դասախոսությանը անդրադառնանք։ Դուք որքանով եք նորմալ համարում, որ բարձրագույն կրթություն չունեցող Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ի ուսանողների եւ դասախոսների առաջ դասախոսություն է կարդում եւ ըստ ձեզ ինչն է կարող է սովորեցնել վերջիններիս։ Իհարկե ոչ, դա խայտառակություն է։ Նա հենց այդ Երևանի պետական համալսարանը չի կարողացել ավարտել, այսինքն մի բուհ, որտեղ որ ինքը չի կարողացել ակադեմիական կրթությունը լիարժեք անցնել եւ ստանալ ավարտական դիպլոմ, պարզվում է, որ ինքը դառել է այդ բուհի դասախոս եւ այնտեղ դասախոսություն է կարդում այդ բուհի դասախոսների համար։ Ուղղակի այնտեղ անպատիվ անինքնասեր մարդիկ միայն կարող են գնալ նստել այդ դասախոսության շարքերում եւ լսել նրա դասախոսությունը։ Դեկաններ կային, պրոֆեսորներ կային նստած դրանք այդ իրանց ներկայությամբ արդեն իրանց բոլոր կոչումները, գիտական աստիճանները հավասարացրել են 0-ին եւ արժանիորեն վաստակել են տգետի կոչումը։ Իսկ ինչ նպատակով հետապնդում է Երևանի պետական համալսարան տարբեր ուսումնական հաստատություններ կատարվող այցերը ձեր դիտարկմամբ։ Դե նրա կնոջ նախաձեռնուկին հարաբերականորեն ինչ որ ասում է, ինչ որ ընդունված է ասել, նրա կնոջ նախաձեռնությունն է, որ սկսել են այդ տգետների դպրոցի արշավը ամբողջ հանրապետությունում, տենց շրջիկ ժամանակին շրջիկ կրկեսներ կային, հիմա դրանք տենց չկան պոպուլյար չեն, սրանք են հավաքել են ասես մի խումբ, հիմնականում իրանք են եւ շրջում են մարզերով Երևանի տարբեր հաստատություններում ուրախալով ԵՊՀ-ին գնացել փաստացի։ Եվ հիմա այս անգամ էլ հայտնվել են ԵՊՀ-ում, երեք հայտնվել են կառավարության շենքում, օրինակ ինձ հետաքրքիր է, պետք է հարցում անեմ, ասենք ինչի է կառավարական շենք տրամադրվել տգետների դպրոցի հերթական հանդիպումը կազմակերպելու համար։ Իմ քայլը հիմնադրամը դա
ոչ պետական մասնավոր հիմնադրամը իր բնույթով խիստ ռիսկային կոռուպցիոն, իր ստացած մինչև հիմիկվա հասույթները, ծախսերը չվերահսկող եւ այլն, եւ ուզում եմ հասկանամ այդ կոռուպցիոն հիմնադրամը ոնց է գործունեություն իրականացնում կառավարական շենքի տարածքում։ Պարոն Ղազարյան, վերջին օրերին իշխանությունների անձամբ Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքացիական կնոջ Աննա Հակոբյանի կողմից ամոթալի արշավ է սկսվել հայ առաքելական եկեղեցու եւ անձամբ վեհափար Հայրապետի դեմ։ Գիտենք, Նիկոլ Փաշինյանը իշխանության գալու առաջին իսկ օրվանից էլ անհանդուրժող կեցվածք է դրսևորել եկեղեցու նկատմամբ, բայց ինչու սա հենց հիմա տեղի ունեցավ եւ շարառիթները ավելի շատ ըստ ներքին են թե արտաքին։ Սա իմ կարծիքով ադրբեջանական հոգեվոր եւ քաղաքական իշխանության պատվերն է իրենց հոգեզավակին եւ իրենց ենթակային։ Շատ մեծ անհանգստություն կա, չփարատված կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանը Կովկասի մուսուլմանների առաջնորդ Փաշազադեի զավակն է։ Ինքը դեռ չի որևէ ապացույց ներկայացնել, այսինքն չկան ԴՆԹ անալիզներ, ինքը անդադ մեր կաթողիկոսից սրբազաններից է պահանջում իրենց անձնական կյանքի վերաբերող տեղիք ու հավաստի փաստը, բայց ես կարծում եմ, որ առավել կարևոր է մեր անվտանգության տեսանկյունից պետք է բարձր թե արդյոք, ասենք, նա ծնվել է Վովա Փաշինյանի եւ ինչ որ մի կնոջ հարաբերություններից, թե Փաշիզադեի եւ ինչ որ մի կնոջ հատկապես ազգանունների ընդհանրությունը առավել եւս շփոթեցնում է։ Այնտեղ իհարկե վեճի մեկ այլ առարկա կա, մարդկանց մի խումբ կա, որ շատ հիմնավոր են համարում Աբուլֆազել Չիբեի հնարավոր առնչությունը իր ծննդյան հանգամանքի հետ, որովհետև 75 թվականին Չիբեյը արդեն ձերբակալված է եղել, բայց 74 թվականին նա ազատության մեջ է եղել։ Եթե Նիկոլ Փաշինյանը ծնվել է 75-ի հունիսին, նշանակում է ինչ որ եղել է Չիբեյի ազատության ժամանակաշրջանում, եւ դա չի հերկվել։ Հիմա ենթադրյալ հայրը Նիկոլ Փաշինյանի, պարոն Փաշիզադեն, մայիսի 22-ին հայտարարությամբ է հանդես եկել, որով նսեմացրել է հայաստանյան առաքելական եկեղեցու որպես կրոնական կազմակերպության դերը, մեր եկեղեցու հոգևոր մշակութային արժեքը, նշանակությունը, նրա առաքելությունը, Էջմիածինը մեր մայր տաճարը անվանել է ադրբեջանական տարածք եւ այլն։ Այս ամենը վեհափարի հայտնի ելույթից հետո Շվեյցարիայում։ Ոչ, դա վեհափարի ելույթից առաջ։ Դրան ամենայն մայր տաճարը արձագանքել է Փաշիզադեի այդ ելույթին, դա եղել է մայիսի 22-ին։ Մայիսի 22-ից հետո մայր աթոռի արձագանքն է եղել Փաշիզադեին, ինչը երևի արդեն անհանգստացրել Նիկոլ Փաշինյանի որդիական զգացողությունները, որից հետո մայիսի 28-ին վեհափարը արդեն ձեր ասած ելույթն է ունեցել Շվեյցարիայում եկեղեցական էկումենիկ կարևոր գիտագործնական քննարկման բավական հեղինակավոր միջոցառման ժամանակ, որը կազմակերպել է եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ Շվեյցարիայի բողոքական եկեղեցին, ներկայ են եղել բազմաթիվ ազդեցիկ հոգևոր, քաղաքական, գիտական գործիչներ, եւ այդ իր ելույթում վեհափար Հայրապետը հանդես գալով ոչ միայն իր հոգևոր առաքելության, այլ նաեւ իր ժողովրդին մեր հոգևոր առաջնորդության դիրքերից բարձրացրել է մեր ազգին ժողովրդին հուզող խնդիրներ, մասնավորապես Արցախահայության դեմ տեղ ունեցած այն որակելով որպես Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործություն, անդրադարձել Արցախահայության բռնի տեղահանության, ցեղասպանության խնդիրներին, բարձրացրել է նրանց վերադարձի արդար պահանջի հարցը, տարբերություն Հայաստանի իշխանությունների եւ նաեւ Բաքվի բանտերում գտնվող մեր ռազմագերիների, այդ թվում ռազմաքաղաքական գերեվարված ղեկավարների վերադարձի հարցը, եւ սա կարծում եմ անհանգստացրել է հենց Իլհամ Ալիևին, որովհետեւ ստացվում է, որ հայ ժողովրդի հոգեվոր առաջնորդը, որը ղեկավարում է մի եկեղեցի, որի դավանանքը ուսմունքը տարածում է առնվազն հայաստանաբնակ բնակչության 90-ից ավել տոկոսի վրա, չեմ ասում ամբողջ աշխարհի հայության վրա, սա անհանգստացրել է Իլհամ Ալիևին, որ այդ առաջնորդը նրան որակում է որպես ռազմական հանցագործ։ Եվ բնականաբար Նիկոլ Փաշինյանը լինելով Իլհամ Ալիևի կամակատարը, նրա բոլոր հանձնարարությունների կատարողը, հենց այդ պահից սկսել է առավել նպատակային հարձակվել եկեղեցու վրա, եւ սրա ապացույցն է նաեւ նրա
այդ ձեր ասած զուգընկերուհու նույնօրյա գրառումը, որտեղ հստակ նշվում է, որ Շվեյցարիայի մեջ ինչ ելույթ եք ունենում, այդ ինչ վերադարձի հարց եք քննարկում, այդ ինչ գերիների հարցեր եք քննարկում։ Ով է ձեզ իրավունքը տվել։ Այ հստակ ընդգծելով, որ այս արշավը պայմանավորված է հենց այդ հայտնելով, դրանից հետո սկսում են այդ նենք, կեղտոտ, խուլիգանական, ուրեմն եզրույթներով ամենատարբեր քպականներ միանում են այս արշավը։ Այո։ Այսինքն նպատակ ունեն Նիկոլ Փաշինյանին հաջողանալ։ Ինչի իրավունքը նրանք չունեն, որովհետև դա նաև մեր երկրի սահմանադրական կարգի տապալման փորձ է, որովհետև մեր երկիրը աշխարհիկ պետություն է եւ որևէ պետական պաշտոնյա, որևէ հանրային ծառայող, այդ թվում եւ գործադիր իշխանության ղեկավարը կամ օրենսդիր իշխանության կամ դատական իշխանության ներկայացուցիչները կամ տեղական ինքնակառավարման մարմիններ իրավունք չունեն առհասարակ որևէ կերպ միջամտել եկեղեցիների գործունեությանը, խոսքը չի վերաբերում միայն հայաստանյան առաքելական եկեղեցուն։ Մեր ժողովրդի բազմաթիվ հազարավոր ներկայացուցիչներ կան, որոնց դավանանքը վերաբերում է այլ կրոնական կազմակերպություններ, նրանք հանդիսանում են ենթադրենք հռոմեակաթոլիկ եկեղեցու հետևորդներ եւ նրանց առաջնորդը ոչ թե Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսն է, այլ Լևոն 14-րդ Հռոմի պապն է եւ Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարը չի կարող հարց բարձրացնել, թե ասենք այդ ինչ սև ու սպիտակ ծուխով ընտրությունա տեղ ունեցել։ Մի հատ բերեք հանգամանքները պարզենք, իմանանք Լևոն 14-րդը օրինական ընտրվեց, թե չէ, որովհետև այդ սպիտակ ծուխը իր համար բավարար չի հասկանալու համար, որ պապը ընտրվել Լևոն 14-ը, որովհետև կամ նա զավակ ունի, թե չէ, կամ ինչ ազգակցական կամ նյութական ֆինանսական հարաբերությունների մեջ է գտնվում, որովհետև բազմաթիվ հայեր դավանում են հռոմեակաթոլիկ եկեղեցուն, կամ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին գործունեությունը ծավալում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Եվ ասենք թե օրինակ Միացյալ Նահանգների նախագահը իրավասու չի քննության առարկա դարձնել հայաստանյան առաքելական եկեղեցու գործունեությունը, որը Միացյալ Նահանգներում, եթե չեմ սխալվում, ունի 2 թեմ։ Այսքան գործունեություն նաև վարչապետի կողմից իր լիազորությունների ակնհայտ գերազանցում։ Այո, եւ սահմանադրական կարգի տապալման փորձի հետ, որովհետեւ նա նման իրավասություն չունի միջամտելու եկեղեցական առն որում հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցի մեր սահմանադրությամբ հատուկ կարգավիճակ ունեցող կրոնական կազմ տարբերվում է մյուսներից պետության եւ այդ եկեղեցու հարաբերությունները սահմանվում են առանձին օրենքով եւ կա 2007 թվականի եթե չեմ սխալվում ընդունված նման օրենք, որը չի նախատեսում պետական իշխանության մարմինների նման օրինակ միջամտություն եկեղեցու գործունեության, այսինքն մենք գործ ունենք բացարձակ ապօրինության եւ սահմանադրական կարգի տապալման հետ, որը դրսևորվում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաեւ այլ իշխանության ներկայացուցիչների, падգամավորների վարքագծում։ Ես այսօր այստեղ գալուց առաջ կարդացի, որ նախկին գայիշնիկ Արմեն Խաչատուրյանը, որը չգիտեմ ինչ նոր հոգևոր անվանում է ստացել, ասենք Արմեն 7-րդ կամ Արմեն G կամ այդ երկուսը միասին, ստանձնել է մեր հոգևոր դաստիարակության առաքելությունը։ Այսինքն ինչ-որ մի հոգևոր անդաստիարակ ստանձնում է հայ ժողովրդի հոգևոր դաստիարակության առաքելությունը, որովհետև եթե նա անդաստիարակ չլներ, նման հայտարարություններ չէր անի։ Ես այս համատեքստում ուզում եմ անդրադառնանք եկեղեցու արձագանքին, այս մասով էլ գնահատականները իրարամերժեն, շատերը եկեղեցուց ավելի կոշտ արձագանք էին ակնկալում, ոմանք էլ պնդում են, որ ամեն դեպքում եկեղեցին պետք է մնա իր բարձրության վրա եւ ինչ պատասխան տվել է, դա բավարար էր։ Ձեզ համար անձամբ եկեղեցու արձագանքը որքանով էր բավարար եւ այս իրավիճակում ինչ կարող է անել եկեղեցին, որը չի անում։ Գիտեք, սա առաջի դեպքը չի, որ եկեղեցին թիրախավորվում է։ Այս անգամ ոնց որ առավել հետեւողական են, որովհետեւ Ալիևին են գպել, մինչեւ այդ եկեղեցու դեմ էլի արշավներ են եղել, ընդ որում դրանք փուլերով են եղել, ոչ մեկ իշխանության գալու առաջին օրվանից տխրահրճակ նոր Հայաստան, նոր Հայաստան շարժում։ Դա հունիսի 5-ից է մեկնարկել։ Ինքը վարչապետը ընտրվել մայիսի 8-ին, հունիսի 5-ից արդեն սկսեց նոր Հայաստան, նոր հայրապետ հակաեկեղեցական, հակաժողովրդական շարժումը։ Վեհապարի վրա էին հարձակվել, փորձել էին վեհարաններ խուժել։ Կաթողիկոսը զրկվեց պետական պահպանությունից հենց 2018 թվականի նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումից անմիջապես առաջ։ Դրանից հետո 2019 թվականին, եթե հիշում եք, վեհապար հայրապետը միջնորդությամբ հանդես եկավ, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի կալանքից, այդ ժամանակ նորից նա թիրախավորվեց, հարձակում եղավ ազգային ժողովի այն ժամանակ փոխնախագահ, հիմա նախագահ Ալեն Սիմոնյանը վեհապար հայրապետին դիմեց ավազանի անունով, սկսեցին թիրախավորել եկեղեցուն եւ եկեղեցականներին։ 2021 թվական Արցախյան պատերազմից հետո, երբ որ Մայրաթոռը պահանջեց Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը, եկեղեցին վերստին հայտնվեց
թիրախում 2024 թվական, երբ որ Սրբազան շարժման առաջնորդը հայ եկեղեցուի arczepiskopos-ներից էր Բագրատ Սրբազանը, դա նույնպես առիթ հանդիսացավ եկեղեցին, ոչ միայն Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին, Արշակ Սրբազանին, առավել ակտիվ դերակատարում ստանձնած հոգևորականներին, այլ նաև առհասարակ եկեղեցուն թիրախավորելու համար վեհափառի մուտքը Սաղդարապատ արգելելը, նրա ամանորյա ուղերձները հանրային հեռուստաընկերությունում չհեռարձակել արդեն, այսինքն այս ամեն ինչը վկայում է, ընդ որում նաև Նիկոլ Փաշինյանի պարբերական հայտարարությունները 22 թվին հիշում եք, որ խաչերի վերաբերյալ էր ասում, որ տարերային կերպով խաչեր են տեղադրում կահույքի մնացորդներից, անարգելով քրիստոնեության գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Մի անգամ կառավարության նիստում 2023 թվականին ասած կան հոգևորականներ, որոնք Աստծուն չեն հավատում։ Իր հակաեկեղեցական, հակաքրիստոնեական բազմաթիվ հայտարարությունները իրեն բազմաթիվ անգամներ Քրիստոսի հետ համեմատելով, չէ, հենց Քրիստոսի ինչ Քրիստոսի հետ ասեն Քրիստոս սենց էր անում, ինքը սենց Քրիստոսն էր առաջնորդ, ինքն էլ առաջնորդ, հələ մի հարցում էլ ասենք նույնիսկ ռեկորդը գերազանցեց, եթե Քրիստոսը հարություններ առը մի անգամ ինքը խոսեց 100-ից ավել անգամ իր մեռնելուց հետո հարություն առնելու մասին, ինչը իհարկե համապատասխան դատաբժշկական ծառայությունների թերությունն է, դիակը ժամանակին չհերձելու պատճառը դա։ Դա էլ ընդ որում ոչ միայն հակաեկեղեցի, այլ հակաքրիստոնեական կեցվածք է, նա չի այցելում արդեն երկար ժամանակ 20 թվից հետո հայրապետական պատարակների ընդհանրապես, կաթողիկոսը չի հրավիրվում պետական արարողակարգային որևէ միջոցառման, լինի դա անգամ ցեղասպանության հուշահամալիր, այն դեպքում երբ որ 15 թվից հետո ցեղասպանության զոհերը մեր եկեղեցու կողմից սրբադասվել են եւ նրանց կոչման արարողությունը հատուկ խորհուրդ ունի, կաթողիկոսը առհասարակ չի հրավիրում, այսինքն այս ամեն ինչը վկայում է մեր եկեղեցու դեմ նպատակային արշավից, դա պատահական չի, որովհետև ի տարբերություն գրեթե բոլոր եկեղեցիների, հայաստանյան առաքելական եկեղեցին դա ազգային եկեղեցի է, այսինքն այլ ժողովուրդների ներկայացուցիչներ գրեթե չկան, որոնք որ մեր եկեղեցու զավակները շատ քիչ թիվ են կազմում, այսինքն որպես օրինաչափություն չի, ինչպես կարող ենք ասել, ընդհանրենք ուղղափառ եկեղեցիների կամ ռոմեա կաթոլիկ եկեղեցու պարագայում, եւ դա ազգային եկեղեցի է եւ պատահական չի, որ մեր սահմանադրությունը ընդգծել է դրա դերը, դա նաեւ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին ամենամեծ համազգային կազմակերպությունն է աշխարհասփյուռ, այսինքն Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների ոչ միայն քրիստոնեական հավատքի, այլ նաև մեր գրի մշակույթի պատմության հետ առնչությունները կապվում է հայրենիքի հետ առնչությունները իրագործում է հայաստանյան առաքելական եկեղեցու միջոցով, հետեւաբար եկեղեցու դեմ արշավը պատահական չի եւ որ տեսակետը հնչում որ հենց այս տխրահրճակ սահմանադրության փոփոխությամբ ուզում են նաև եկեղեցուն բացառիկ կարգավիճակից վստահ եմ, որ դա հենց էսել է դրա մեջ ա եւ նաեւ առհասարակ գխատել եկեղեցին, ասենք հիմա այս արշավի նպատակը բարձր չէ, վեհապառը անձնապես է թիրախավորված, ասենք այսօր էլ նորից առավոտյան գրառում արե, թող վեհապառը ասի, ենթադրենք ինքը զավակ ունի թե չէ։ Հիմա ասենք նույն տրամաբանությամբ ինձ հետաքրքիր է, քանի որ ինքը ամուսնացած չի եւ ճանաչել է իր կնոջ երեխաների հայրությունը, բայց ճանաչելը դա չի նշանակում, որ ինքն է նրանց հայրը, չէ։ Հնարավոր է, որ այդ երեխաները ծնվել են տարբեր պապաներից։ Ինքը ուղղակի, ասենք, այդ կնոջ նկատմամբ որոշակի զգացմունքներից ելնելով, համատեղ ապրելով, ճանաչել է եւ հոգատար է երեխաների, չնայած ինչ-որ մի փուլում, որովհետեւ հիմա այս փուլում ակնհայտ, ասենք, մեկի նկատմամբ հոգ չի տան, տեղը չգիտեն։ Տեղեկություններ չունենք որտեղ է։ Այո։ Ինքը այդ ընտանիքի կոչվածի տերն է, գնաց է ուզում է պարզի, թե այլ մարդիկ ինչ կյանք ունեն Դու լմատբեր ներկայացրու բոլոր ես օրինակ ուզում իմանամ իր բոլոր 4 երեխաների ԴՆԹ-ները դրանց համապատասխանությունը երեխաների հետ արտաքին տվյալներով ընդհանուր տարբեր տղամարդկանց նկատմամբ, որպեսզի պարզենք իմանանք, եթե դրանց երեխեքն են թե չէ, թե իր եւ եկեղեցու արձագանքի մասով դա բավարար է։ Ես կարծում եմ, որ բավարար չէ, անցածած որ եկեղեցին պետք է համարժեք արձագանքել ոչ միայն այս վերջին իր դեմ կատարվող գործը, այլ նաեւ ի սկզբանե տեղ ունեցածին, բայց եկեղեցին իրեն բնորոշ հայրական, եկեղեցական, չգիտեմ, ավանդույթներով, խորհրդով միշտ ավելի շատ ներող ա եղել, բայց այս դեպքը չի, որովհետեւ մեր եկեղեցին ավանդույթներ ունի եւ պրակտիկա ունի, որ աշխարհիկ մարդկանց սրբադասում է
դրանք այն մարդիկ են, ովքեր որ իրենց կյանքը չեն խնայել հանուն հայրենիքի եւ քրիստոնեական հավատքի, այդ թվում եւ մեր նահատակները, այդ դեպքում այդ թվում նաեւ Վարդան Զորավարը, Տրթատ Թագավորը, չէ՞, նրանք աշխարհականներ են, հոգեվորականներ չեն, բայց նրանց բացառիկ դերը գնահատելով հավատքի պահպանման տարածման գործում եկեղեցին նրանց որպես սուրբ ճանաչի։ Հիմա ինչպես կարելի է սրբերին դասակարգել, հենց սրբապիղծներին, այսինքն իսկ այն մարդիկ ու մեղքով որ պղծվում են մեր եկեղեցիները, անարգվում են մեր եկեղեցիները։ Նրա օրինակ էս վերջի հայտարարությունը կառավարության նիստում չէ, որ եկեղեցիներում աղբ կա, կռավատ կա, չգիտեմ ինչ, բայց դա անարգանք է, չէ՞, դա պղծում է մեր սրբավայրերը, մեզ համար ամենաթանկ նվիրական վայրերը, որտեղ որ մենք հաղորդություն ենք ստանում, որտեղ որ մենք ծնկի ենք գալի, որտեղ մեր երեխաները մկրտություն են ստանում, որտեղ մենք ավամուսնանում ենք, որտեղ մենք վերջին հրաժեշտն ենք տալի մեր հարազատներին։ Այսինքն մեր սրբության ամենաթանկ վայրերը նա իր կեղտոտ բերանով պղծում է։ Հետևաբար եկեղեցին պետք է համարժեք գնահատի եւ ասի այն մարդիկ, ովքեր պղծում են սրբավայրերը, նրանք սրբապիղծներ են եւ նրանք 7 սերունդ պետք է իրավունք չունենան հեսարակ եկեղեցի մտնելու։ Խարան պետք է դաջվածք պետք է դրվի դրանց ճակատին, նրանց սերունդների, նրանց ընտանիքների ճակատին, որ մեր ժողովուրդը կիլոմետրերով հեռու մնա այդ անաստված սրիկաներից։ Պարոն Ղազարյան, անդրադառնանք նաև ներքաղաքական զարգացումներին։ Դուք այսօր Facebook-ում մի գրառում եք կատարել, նշելով, որ դուք եք սկսում պատրաստվել 2026 թվականի ընտրություններին եւ ամեն ինչ անելու եք, որ այս գումարման ազգային ժողովում ընդգրկված падգամավորներից եւ ոչ ոք չհայտնվի հաջորդ խորհրդարանում։ Եթե իհարկե նրանք այս օրերին չսկսեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ինչպես եք պատրաստվում սա անել եւ պատճառը բացառապես այդ գործընթացը չնախաձեռնելն է։ Չէ, դա այո, պատճառը գլխավոր պատճառը դա է, որովհետև դա իրանց եւ սահմանադրական պարտականությունն է որպես հանրային ծառայող, այսինքն ազգային ժողովի падգամավորները դրանք միակ պաշտոնյաներն են, որոնք իրավունք ունեն, իրավունքով, սահմանադրությամբ վերահսկելու կառավարության գործունեությունը, որևէ այլ պաշտոնյա նման իրավասություն չունի բացի ազգային ժողովի падգամավորներից։ Իսկ եթե կառավարությունը չի կատարում իր գործունեության ծրագիրը, որ հավանության արժանացել պարլամենտի կողմից, անվստահության ինստիտուտը դրա համար է նախատեսած։ Եթե падգամավորները այդ ինստիտուտը չեն կիրառում, նույնիսկ ջանք չեն գործադրում դա կիրառելու համար, նշանակում է իրենք թերանում են իրենց պարտականությունների կատարման մեջ, չասեմ որ ընդդիմադիր կոչվող падգամավորները նաև խոստացել են դա անել, այսինքն դա նրանց ոչ միայն պարտականությունն է իբրև հանրային ծառայողների, այլև մեր ժողովրդի արժև իրենց տված խոստումն է, իրենց մարդիկ իրենց օգտին քվեարկել են դա անելու համար։ Փաշինյանին հեռացնելու օրակարգ։ Եվ եթե իրենք դա չեն անելու, իրանցից ոչ մեկը 105-ից 2-ը նախաձեռնել են անվստահության գործընթաց։ Այդ 107-ից 105-ը իրավունք չունեն հավակնել անգամ վերստին ազգային ժողովի падգամավոր դառնալու։ Իսկ թե դա ես ոնց եմ անելու եմ այնց ճիշտ հակառակը ինչ որ արել եմ 2021 թվականին չլինելով падգամավորի տեխնատուր, չլինելով վստահված անձ, չլինելով դիտոր, չգիտեմ, որևէ այլ ընտրական կարգը, որպես քաղաքացի, ես շրջել եմ գյուղերով, քաղաքներով, իմ սեփական միջոցներով, իմ հրապարակային խոսքով, կոչ եմ արել, որ մարդիկ Նիկոլ Փաշինյանից բացի մնացած ում ուզում են ընտրեն ազգային ժողովի падգամավոր, այսինքն հատկապես քարոզչություն եմ իրականացրել Հայաստան դաշինքի եւ պատիվ ունեմ դաշինքի օգտին, մասնակցել եմ նրանց նախընտրական հավաքներին, հանդիպումներին, կոչեր եմ արել քաղաքացիներին, որպեսզի նրանց ընտրեն։ Հիմա հակառակն եմ անելու, պտտվելու եմ գյուղ, քաղաք, շրջը իմ հրապարակային խոսքով կոչ եմ անելու քարոզելու եմ, որպեսզի հանկարծ այդ 107-ը կամ նրանց հետ կապ ունեցող քաղաքական ուժերը, դաշինքներ կլինեն, կուսակցություններ կլինեն, հանկարծ ժողովրդի քվեին չարժանանան։ Դուք կարծում եք, որ ԿՊԱ-ական մեծամասնություն ունեցող ազգային ժողովում հնարավոր է հասնել Փաշինյանի անվստահության գործընթացին, այսինքն որ գործընթացը հաջողությամբ պսակվի, սակայն ընդդիմության մի թևը իդեմս Հայաստան դաշինքի եւ երկրորդ նախագահի հակառակն է պնդում։ Եթե այս գործընթացն այնուամենայնիվ նախաձեռնվի, ինչեւ օգոստոս կարող են անել, եթե չեմ սխալվում։ Մինչեւ ընտրություն միշտ էլ կարող են անել սահմանափակում։ Օրենքը, եթե չեմ սխալվում, չէր արտադրվում։ Օրենքի սահմանափակումը վերաբերվում է առաջին 1 տարում, դրանից հետո սահմանափակում չկա։ Այնուամենայնիվ, ինչպես եք հասնելու նրան, որ եթե այս գործընթացը նախաձեռնվի, ԿՊԱ-ական առնվազն 18 падգամավոր միանան ու գործընթացը, այսպես ասած, միայն իմիտացիոն բնույթ չկրի եւ հաջողության հասնի։ Այդ գործընթացի նպատակը իմիտացիա ստեղծելը չի։ Այդ մեղադրանքը շատ են հնչեցնում։ Դա անմիտ անհիմն մեղադրանք է, այդ գործընթացի իրական նպատակը վարչապետին անվստահության հասնելն է։ Եվ այն падգամավորները, ովքեր որ պետքա դա նախաձեռնեն, իրենք էլ նաեւ պետքա լրացուցիչ ջանքեր գործադրեն իրենց նախաձեռնությունը կյանքի կոչելու եւ իրագործելու համար։ Ուղղակի հիմնվել այն վարկածի վրա,
որ ԿՊ-ականները sense կանեն, նես կանեն։ Ես չեմ կարծում, որ Հայաստան դաշինքը կամ պատիվ ունեմ դաշինքը կամ երկրորդ նախագահը, երրորդ նախագահը, չնայած պատիվ ունեմ երրորդ նախագահի դիրքորոշումը այդպես տարբերվում է։ Այնուամենայնիվ նրանք այդ падգամավորները, ովքեր այդ տեսակետ ունեն, նրանք ԿՊ-ի падգամավորների խոսնակները չեն, որ նրանց փոխարեն հիմիկվանից ասեն, թե նրանք ինչ պիտի անեն։ Նրանք ոչ թե նրանց ենթադրյալ դիրքորոշումը կարծիքը հիմա պիտի մեզ ներկայացնեն, այլ պետքա պարտավոր են գնալ իրենց հետ քննարկել այդ հարցերը, իսկ այնցած ասել, որ իրանք երեք չի դա չեն անում, ես եմ որպես քաղաքացի անում, եւ անգամ իրենց падգամավորական դիրքից լիազորություններից ինձ չեն էլ աջակցում այդ հարցում։ Օրինակ ես նայելով որ ազգային ժողովում քաղաքացիների ընդունելությունն է, գրանցվել եմ, հեսա հունիսի ընդունելությունը հայտարարված է, բոլորին գրանցվել եմ։ Այսօր էլ եմ ընդունելության, վաղն էլ, երեկ էլ է ընդունելության, ԿՊ-ական падգամավորները իմանալով որ ես ընդունելության գրանցված եմ, չեն գալ ինձ այդ հանդիպել։ Դեռևս չի եղել մի դեպք, որ ազգային ժողովի Հայաստան կամ պատիվ ունեմ խմբակցության որևէ падգամավոր, որ այդ հանձնաժողովի անդամ է, գա այդ ընդունելությանը եւ պարտադրի ստիպի իր падգամավոր ԿՊ-ի խմբակցության անդամ падգամավոր գործընկերոջը, որպեսզի այդ ընդունելությունը կանա։ Իսկ այդ ընդունելության իմաստը որն է, որ ես այդ падգամավորներին կապ չունի իրանք որ խմբակցությունից են, իրանց հետ քննարկեմ մեր երկրի սահմանադրությունը եւ իրենց պարտականությունը սահմանադրական իրենց լիազորությունները իրագործելու հարցում։ Բայց հնարավոր է իրենց ինչ որ բան բացատրել, պարոն Ղազարյան, դուք մի անգամ նաեւ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու եք, տեսել ենք թե հնարավոր է պետքա գործի դնել բոլոր հնարավոր մեթոդները եւ բացատրական մեթոդը եւ ուսումնառության գիտելիքի փոխանցման մեթոդը եւ կենթանավարժության մեթոդները ուզում եք կրթեք այսպես ասած բայց ասենք ոչ տգետների դպրոցի մեթոդներով էլ ասենք եթե ասենք པարզ բաները բացատրելու մեթոդը չլինի պետքա դիմենք ասենք կենթանավարժների օգնությանը հիմիկվա դարում ասենք կոկորդիլոս են վարժեցնում ասենք եղնիկ վարժեցնելը կարծում եմ ավելի հեշտ է կամ լամա վարժեցնելը քան ընդհանրեն կոկորդիլոս ու պարոն Ղազարյան, փորձագիտական շրջանակների կողմից մի այսպիսի տեսակետ է հնչում, որ եթե այսպես ավելի շատ մեղադրանք, որ եթե հիմա իմպիչմենտը արվի եւ փաստացի դա անհաջողության մատնվի, Փաշինյանը 6 ամսով օրհնվելու է այսպես անձեռն մխելիությամբ, 6 ամիս էլ նրան հնարավոր չի լինելու անվստահություն հայտնել եւ երբ օրինակ աշնանը ինչ որ մի իրավիճակ ստեղծվի, որ նրան հնարավոր լինի հեռացնել, ապա այս ամենի արդյունքում նա այլևս հնարավոր չի լինի իրականացնել, այս մասով ինչ կասեք։ Անհիմն պնդում է, որովհետեւ այդ գործընթացը իրագործվելու է միայն այն ժամանակ, երբ որ վստահություն կլինի, որ այդ որոշումը կայացվելու է, որովհետև որոշման կայացման համար պետք է 54 падգամավորի կողմձայն։ Քանի դեռ նախաձեռնությանը ի սկզբանե 54 падգամավոր եւ ավել չի միացել, նախաձեռնությունը ես կարծում եմ, որ անմտություն կլինի տանել դնել շրջանառության մեջ եւ 54 ստորագրությունը հենց լինի։ Այո, մեկ այդ քվեարկությունը անվանական քվեարկություն է, դա փակ գաղտնի քվեարկությամբ չի անվստահության որոշումը կայացի, ինքն պարզ է դառնալով, որ ընդհանրենք падգամավոր Էդգար Ղազարյանը պետքա կողմ քվեարկի, դենա եթե պիտի կողմ քվեարկի, կարա մի շաբաթ առաջ նաև միանա այդ նախաձեռնությանը։ Քանի դեռ ինքը չի միացել, քանի դեռ վստահություն չկա, որ այդ որոշումը կընդունվի։ Իմաստը ո՞րն է այդ գործընթացը սկսել, այդ օրինակ այդպիսի մանիպուլյացիա փորձեց իրականացնել գործընթացը արդեն մեկնարկած տեխնացուն Էդմոն Մարուկյանը, որը հենց այդ էր, չէ, հայտարարում, ասում էր հիմա թող 2 ստորագրություն կա, պատիվ ունեմ իր 6 ստորագրության միանալ լինի 8 Հայաստան խմբակցությունը իր 28-ով միանա դառնա 36, մենք սկսենք գործընթաց։ Այ դա օրինակ հենց այդ ձեր ասած վտանգն է, որովհետև այդ դեպքում եթե 36-ով գնաս տանաս 36 կողմ որոշումը չկայացվի, 6 ամսվա խնդիրը առաջանում է։ Բայց մենք ովքեր որ այդ գործընթացի ազնիվ գաղափարի պաշտպաններն են, կարծում ենք, որ 36 ստորագրությամբ չպետք է գործընթացը առաջ մղել, գործընթացը պետք է տանել առնվազն 54 ստորագրությամբ, իսկ այդ դեպքում երաշխավորված է միայն հաջող ավարտը։ Հասկանալի է եւ Նիկոլ Փաշինյանը երեք ազգային ժողովում համոզմունք հայտնեց, որ Հայաստանի քաղաքացիները այսօր 50%-ով ավելի լավ են ապրում, քան ապրում էին 2018 թվականի իշխանափոխությունից առաջ։ Ես կարծում եմ ինքը նկատի ունեցել միայն այն քաղաքացիներն, ում հետ որ ինքը շփվում է, դրանք քաղաքացիական պայմանագիր, կուսակցության անդամ, խմբակցության անդամ, նախարարներ, падգամավորներ, մարզպետներ, իշխանության ես կարծում եմ անձամբ ձեր կյանքը որքանով է փոխվել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Օրինակ մեր հարցումները, որ մենք իրականացնում ենք, առնվազն հակառակ պատկերի մասին է վկայում։ Ես զրկվել եմ իմ աշխատանքի բոլոր հնարավորություններից, ինձ իրենց քաղաքական հետապնդումների թիրախ եմ դարձել, ազգային ժողովի նախագահը ինձ դատի է տվել մի քանի միլիոն դրամ է պահանջում, իմ հաշիվների վրա կալանք է
դրված եւ մեզ հասցվել է ծանր սոցիալական խնդիրներ կոնկրետ մեր ընտանիքին հնարավորություն չտալով չնայած մեծ երկարամյա կրթությանը, աշխատանքի փորձառությանը որևէ ձևով ներգրաված լինել որևէ աշխատանքում, այդ թվում ակադեմիական կամ փորձագիտական աշխատանքում։ Եվ ես միակ մարդը չեմ, որն եմ այդ կարգավիճակը, բազմաթիվ փորձառու դասախոսներ տարբեր բուհերի հեռացվել են իրենց ակադեմիական աշխատանքից, հենց այդ պատճառով իրենց քաղաքական հայացքների համար դրա փոխարեն, ասենք, տարբեր ՔՊ-ականների կանայք քույրեր, եսի մինչեր դարձել են դասախոսներ չունենալով գիտական աստիճան։ Ասենք, օրինակ, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կյանքում կարծում եմ շատ իրական փոփոխություններ եղել են, որովհետև ոչ միայն ինքն է դառել պատգամավոր նախկինում Լուսավոր Հայաստան կուսակցությունից անդամ եւ մի շարք կարծեմ այլ կուսակցություններ, այլ նաեւ իր կինն է դառել Հայ Փոստի տնօրեն, օրինակ եթե իրենց ընտանիքում հարցում անեք, դա արդյունքները բավական 100%-ով է լավացել։ Նիկոլ Փաշինյանի բարակ, օրինակ Ալեն Սիմոնյանը, երբեմն նաեւ իրենց թոշակ, օրինակ Forbes-ը եթե հրապարակի ամենահաջող կին թոշակառուների ցանկը, ապա դա կարող է հաստատ գլխավորի Ալեն Սիմոնյանի եւ Գնել Սանոսյանի մայրիկները։ Օրինակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ տուն ունեցել, բայց չի իմացել, որ տուն ունի։ Հիմա ես կարծում եմ քանի քաղաքացի հրաշքով կարող է պարզի, որ ինքը նաեւ սանրել ունի, բայց քանի որ տեղը չգիտի, դրա համար մազերը չի սանրում։ Եվ պարոն Ղազարյան, ուզում եմ նաև անդրադառնանք գլխավոր շտաբի պետի երեկվա հայտարարությանը, վերջինս պնդեց, որ կիսեց Նիկոլ Փաշինյանի այն տեսակետը, որ եթե նա ասում է պատերազմ չի լինելու, ուրեմն որպես գերագույն գլխավոր հրամանատար մի բան գիտի։ Ձեզ համար հասկանալի է այս պնդումը եւ այն դեպքում, երբ մենք գիտենք, որ վարչապետը միայն պատերազմական եւ պատերազմի ժամանակ է համարվում գերագույն գլխավոր հրամանատար։ Ինձ համար հասկանալի է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը տգետ է։ Տգետ, այսինքն գիտելիքների պակասի կրող, ընդ որում իր առաքելությանը, իր պաշտոնին վերաբերող գիտելիքների, այսինքն եթե նա չտիրապետի, ենթադրենք ընդհանուր աշխարհայացքը սեղմ լինի, ինչ իր ապարագայում կարծում եմ, որ ոնց որ հենց տենց էլ կա, բայց ասենք գոնե մասնագիտական հարցերում, գոնե սահմանադրական նորմերը, իր ծառայությանը վերաբերող սահմանադրության դրույթները, զինվորական ծառայության մասին օրենքի կարգավորման հարցերը նրա պետք է անպայման նա տիրապետեր։ Իսկ եթե տիրապետեր, կիմանար, որ մեր սահմանադրությամբ վարչապետը դա զինված ուժերի գերագույն հրամանատար չի հանդիսանում։ Վարչապետը գերագույն հրամանատար չի հանդիսանում անգամ ռազմական դրության պայմաններում։ Միակ դեպքը, որ վարչապետը դառնում է գերագույն հրամանատար, դա պատերազմական դրություն է, երբ որ երկիրը պատերազմ է հայտարարում կամ երկրին են պատերազմ հայտարարում։ Իսկ այդ հարաբերությունները նույնպես կարգավորվում է սահմանադրությամբ։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պետք է իմանար, որ բոլոր իրավիճակներում, անկախ դրանից խաղաղ պայմաններ են, ռազմական դրությունը թե պատերազմը, զինված ուժերն են իրականացնում երկրի անվտանգության, պաշտպանության, սահմանների անձեռնմխելիության ապահովումը։ Դա իրենց սահմանադրական ֆունկցիան, այսինքն եթե երկիրը գործադիր իշխանությունում ճգնաժամը լինի, ասենք վարչապետը Նիկոլ Փաշինյանն լինի կամ ուրիշ մեկը լինի, կամ նա սթափ լինի կամ հարփած լինի, երկրում լինի թե երկրից բացակայի, զինված ուժերը ունի սահմանադրական պարտականություն իրականացնելու երկրի պաշտպանությունը։ Իսկ մենք ունենք գլխավոր շտաբի պետ, որը թերանում է իր սահմանադրական պարտականությունների եւ խոստովանում է, որ ադրբեջանցիները կրակում են մեր երկրի ուղղությամբ, ընդ որում խաղաղ բնակավայրի ուղղությամբ, վնասում են քաղաքացիներին պատկանող սեփականությունը, տները, մշակույթի տները եւ այլն։ Կսովորական դուրս կգան ջերմուկի բարձունքներից։ Հետո լրագրողներին ասում, որ զենք վերցրեք, եկեք գնանք, ասենք, ես չգիտեմ լրագրողները ինչի պիտի ընդհանրապես երբ մարդը որ զենք գրելու իր ապօրինի զենք գրելը դա հաստատ հանցագործություն է։ Այսինքն այդ ամեն ինչի համադրությունը վկայում է մի մասին, որ ինքը բացի դրանից, որ իր պարտականությունների կատարման հարցում անփութություն եւ թերություններ է ցուցաբերում, նաեւ տգետ է։ Պարոն Ղազարյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանի հետ։ Կհանդիպենք։